Օրագիր նյուզի տաղավարում արևելագետ բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Վարդազարյանն է, ողջույն Դավիթ։ Պատմության թանգարանում 2800-ամյա սեպագիրը ծառայում է որպես պարկովկի քար։ Այս մասին դուք օրեր առաջ հայտնեցիք Facebook-յան ձեր էջում, նաև գիծ տեղադրեցիք լուսանկար։ Նախ կպատմեք ինչպես պարզեցիք, որ նման արժեքավոր մշակութային ժառանգությունը հայտնվել է այս վիճակում, պատահական էր, որ տեսակ դա, թե ահազանգեր ունեիք։ Շատ լավ, ձևակերպման հետ կապված ասեմ, դա ես տեսա մամուլում այդպես ձևակերպումը եւ այդպես տարածվեց սոցիալական ցանցերում, բայց ըստ էության ներկայացնում է խնդիրը, որտեվ ինչպես եւ տեսնում ենք մենք հրապարակված նկարում եւ այլ դրվագներում, հա, որ ես եւս այսպես մոնիտորինգ մի փոքր արել եմ այս հետազոտության բերումով, ինչի հենց բերումով էլ տեղյակ եմ այդ հուշարձանի կամ այդ բեկորի, որ մնացել է հուշարձանից պատմությանը, դա շատ արժեքավոր Օրարտական սեպագիր է, Արգիշտի առաջին շրջանին է պատկանում, 8-րդ դարի կես, դա եղել է, այսպես ասած, ասենք ոնց է Երևանի դեպքում Էրեբունի, չէ, այդ սեպագիրը համարվում է Երևանի վկայական, այդպես եղել է հենց Աբովյանի, ներկայիս Աբովյանի իհարկե այն ժամանակ եղել է Էլար գյուղը, մինչև եղել է Դարանի քաղաքը, որ գրավել են օրարտացիները, հա, նա չի հիմնվել, դա գրավել են Էթյունի ցեղախմբից, եւ ինքը շատ կարևոր արժեք ունի, դա Արևելյան Հայաստանում, ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված առաջին սեպագիր արձանագրությունն է, դա այն ժամանակ նաև եթե նայենք ժամանակի ռուսական ուսումնասիրությունները հեղինակներին, նաև ամբողջ ռուսական կայսրության տարածքում հայտնաբերված առաջին այդպես սեպագիր արձանագրությունը շատ արժեքավոր է, եղել ժամանակի բոլոր գիտնականները հետաքրքրվել են, բայց հետո մեր ժամանակներում շատ երկար պատմություն ունի, ուղղակի ձեր հարցից շատ չշեղվելու համար, մեր ժամանակներում արդեն սովետական շրջանում հուշարձանը պայթեցվել է հենց Աբովյան քաղաքի հետ բարձունքի վրա, որտեղ ինքը եղել է մի քիչ անհասկանալի հանգամանքներում եւ ես որպես մարդ ով բուն արևելագիտությունից հենց արաբական գրականություն, արաբական ժառանգությունից բացի զբաղվում եմ նաև կինոյով եւ նաև մշակութային հուշարձանների ուսումնասիրությամբ, մասնավորապես իմ անմիջականից ինքս Աբովյանցի եմ ինչ շրջապատող Կոտայքի մարզի հուշարձաններով, այդպես վաղուց իմ հետաքրքրության ծիրում էր այս հուշարձանը եւ ես այդպես գնում էի հետքերով եւ 2022-ին էր որ մի նախագիծ էի անում եւ դրա շրջանակներում պետք էր շատ մանրակրկիտ ուսումնասիրել այդ հուշարձանը, այդպես գնացել էի հետքերով, գրել էի պատմության թանգարանին, ինչպես որ իրենց կայքում նշված այդ հասցեով ինձ ես գրել էի 2022-ի սեպտեմբերին, ինձ 2023-ի մայիսին պատասխանել էին, ես իհարկե նաև ես հասկանում եմ ինչ-որ առումով, որտեվ վերանորոգումներ էր, ինքս էլ գրել որ հասկանում եմ, բայց մի քիչ անգամ վերանորոգումների համար շատ է, բայց ամեն դեպքում դա այնպես շատ փոքր հանգամանք է այստեղ, պատասխանել էին, որ ես հարցում եմ արել նախ կարող եք հաստատել, որ այդ բեկորը կամ բեկորները գտնվում են ձեզ մոտ եւ արդյոք տեղեկություններ ունեք, որտեվ տարբեր գիտնականներ տարբեր բաներ էին ասում, որ Պետերբուրգում է մի մասը, մյուսը Գերմանիայում է, շատ անվանի մեր ոլորտի մասնագետ ասաց, որ մի փնտրի այդ հուշարձանը ընդհանրապես գոյություն չունի, այդպես, բայց պատմության թանգարանից դրական պատասխանեցին, հաստատեցին, որ այսինքն ինչ որ աբովյանցիներով այդպես գիտենք, լսել ենք ինչ որ բան, եւ ես այսպես սկսեցի հետաքրքրվել նամակագրական բանով, այսինքն 2022 թվականի սեպտեմբերից հետաքրքրվել ներկայացրեցի այնտեղ նախագիծս, այսինքն այդ ամեն ինչը կա այդ գրագրությունը, նամակագրությունը, ինձ հետ կապվել էր գլխավոր ֆոնդապահը Տիկին Սոնան Հովսեփյան եւ այդպես հակիրճ ասել հաստատում ենք 60-ականներին է հայտնվել մեր մոտ, ուրիշ տվյալ չունենք, ցավոք, եւ այդպես մի սկրինշոթ էր գցել, դա Մելիքիշվիլի, դա հայտնի վրացի ուրարտագետ է, Մելիքիշվիլի գրքից, այդ ռուսերեն այդպես բան Ես խնդրեցի հնարավորություն մոտենամ տեղում ուսումնասիրեմ, նայեմ, նկարեմ, նաև ասացին, որ դա վճարովի ծառայություն է, գրեց, այդպես գրեց, ես ասացի, որ ես որպես գիտնական, որպես մարդ, որ դրսում այլ աշխատում է նման նյութերի հետ, ես գիտեմ, որ այդպես է կարգը եւ դա լրիվ նորմալ է, խնդրում եմ մանրամասնեք ինչ կարգով է հարկավոր դա անել եւ ինձ այլևս չպատասխանեցին ուղղակի
Եվ ասին չեք կարող գալ դուք նկարել եւ ոչ ման անել։ Այսինքն նույնիսկ գումարով հա, գրեցին որ չէ, այդպիսի բան չի նախատեսվում եւ հետո ասել մյուս մեյլում 4 մեյլ ունեմ տիկին Սոնայի հետ, այդպես ասում էր որ մեկում ասում էր չեք կարող, մեկում ասեց որ գումարով ծառայություն է, այդպես ծավալվում էր արդեն 23 թվականի ընթացքում եւ ես այն ժամանակ նաեւ Հայաստանում չէի ապրում, այսինքն գնում գալիս նույնիսկ ես հատուկ եկել եմ այն ժամանակ միջազգային կազմակերպությունում եմ աշխատում եւ բայց նախագիծը սանում եմ գիտական եւ մի քիչ գեղարվեստական կարելի ասել հատուկ եկել է Աբովյան լանդշաֆտ ուսումնասիրելու նախագծի հետ կապված տարբեր նյութեր ուսումնասիրելու արխիվներում գրադարանում եւ այլն այդպես այս սեպագրի պահը ամենաբարդ է գնաց Այդպես ես հետո այդպես զանգեցի, ասացի կներեք կարող եմ նախորդ ֆոնդապահի հետ խոսել, որովհետև այս ոլորտում չէ բոլոր ինչ որ գիտեն, ով աղել նախին ֆոնդապահումից կարելի է հարցնել, բան ես էլ թանգարանների հետ շատ լավ հիմնականում հարաբերություններ ունեմ, մշակութասեր եմ հաճախ եւ այսպես հետաքրքրվելով մի քիչ շատ ոնց որ երկարացի պատասխանը, բայց այսինքն մի քիչ բարդ խնդիր է եւ երկար այսպես ծավալ ժամանակային բան ունի Եվ որ զանգում էի հեռախոսավարին, ինչ-որ փոխանցում էին տիկին Սոնան էր վերցնում, ասում են մենք դες ասել ենք, որ մենք հավելելու բան չունենք, փորձում էի բացատրել, որ հնարավոր է, որովհետև ասենք, գիտեք ոնց է գիտական աշխատանքում ցանկացած, որ դաշտային աշխատանքներ կան, հա դու գնում ես տեղում, խոսում ես այդ հնաբնակների հետ իրանք էպիսի բաներ են հիշում։ Ուրեմն այսպես ասեցի, որ հիմա այդ կինը թոշակառու է, բայց գուցե խոսեմ ինչ-որ բաներ լինի, եւ այդպես էլ եղավ, ինձ իր բարեկամները օգնեցին, գտա, խոսեցինք, ֆանտաստիկ բաներ պատմեց, եւ հետո իհարկե նաեւ ես դա հաստատումը գտա եւ այլ գյուղում այդ դարանի պատմական եւ նաեւ ուրարտագիտության ամենա Միրոսալվինի կորպուսում ուրարտական սեպագրերի այնտեղ ինքը հենց այդ նույնը նշում է, բայց այդ ամեն ինչին եկա շատ դժվար եւ այսպես տարբեր աղբյուրներով 3 եւ կարողացա հաստատել հուշարձանի վերացման տարեթիվ այլն եւ հետո ես արդեն որ ավելի այսպես հաստատ Հայաստանում էի հենց պատմության թանգարանի տնօրենի հետ կապվեցի դա 23 թվականի արդեն մարտին էր, հա Եվ այո 23-ի մարտին էր եւ ասեցի փետրվար մարտ այդպես մի քիչ էլի դժվար ստացվեց մեր հանդիպումը բայց մի բան ստացվեց ես ներկայացրեցի որ իմ ուսումնասիրությունից զատ կարծում եմ որ դա այն կարգի արժեքավոր հուշարձան եւ այն կարգի մենք չգիտենք որովհետեւ նույնիսկ մասնագետները այդպես ասեցին որ չկա եւ այդ նամակագրությունը եւս կա ուզում եմ ասեմ այդպես շատ ողջավորված է որպես աբովյանցի որպես հուշարձաններով զբաղվող ամիսներ եմ անցկացրել ազգային արխիվում, նայել եմ բոլոր նյութերը, զեկույցները այդ հուշարձանի հետ կապված, ֆանտաստիկ նյութ եմ գտել, որը իրենց առաջարկել եմ, չգիտեմ, որևէ ձև ներկայացնել հենց պատմության թանգարանում, առաջարկել եմ ամենակարևորը ըստից, որ որևէ կերպ վերականգնենք այդ հուշարձանը եւ այսինքն նույն այդպես անում են դրսում նաեւ մեր պատմության թանգարանում նմուշներ կան, որ այդպես գոնե հավաքված են իրար վրա Այդպես խոսեցինք մարտին 23 թվականի, ասաց պարոն Պողոսյանը, որ մենք գիտեք տեղ չունենք, ընդհանրապես թանգարանում շատ խիտ է ամեն բան Ես ասեցի, բայց գիտեք կարծում եմ հնարավոր է տեղ գտնել, այնպես չի որ ես եկել եմ ձեր թանգարանում ասեմ ինչ անեք, բնավ հա, ասենք դա ամենա ոչ պրոֆեսիոնալ ամենա ծիծաղելի բանը կլիներ, էլի որ մի հասուն գիտնական, մյուսին փորձի։ Ինքն ասաց որ ես էլ եմ աբովյանցի, ես էլ եմ անձապշահագրգռված կլինեի։ Հետո ասեց որ ուզում եք քայլենք, ես ձեզ ցույց տամ ինչ եմ կարծում որ հուշարձանը վտանգված է, հենց այդօրն էլ անձրև էր գալի, շատ լավ հիշում եմ, դեռ վերարկուներով էինք մարտի սկիզբին։ Այդպես իջանք միասին էլի նկարը կա, ես ասում եմ նայեք անձրևը այսպես երևակում ավելի սիրուն երևում ավելի վառագիրը, հա, ինչը որ պահպանվել է։ Իմ գնահատմամբ մոտ 1/4-ն է դա բուն արձանագրության եւ խնդրեցի որ գիտեք ես ինչ որ տարբերակներ եմ մտածում ամենա այսպես ավանդականից հա քարերով լրացուցիչ հավաքել այդ պակասող մասերը եւ իհարկե նշվի ավարտված այն նմուշներով որ կան ասենք մեր պատմության թանգարանում երբ որ հատուկ թղթի կարտոնի բանով ընդգծվում է որ ուղղակի այդ պակասող մասերը այդպես օրինակ անի իրենց ցուցադրության դեպքում կարծեմ նմուշներ կա մի խոսքով եւ երրորդը թվային տարբերակը որը իմ ամենա այսպես նախընտրելի տարբերակն էր որ տեքստը գնա էկրանին հետևից ինչ որ նու ամեն ինչ կարելի է մտածել շատ երկար ենք խոսել պարոն Պողոսյանի հետ այդ օրը շատ տարբեր հարցերի շուրջ
Եվ ինքը ամենավերջին այդպես ինձ թվաց ոնց որ ինքը ուզենա դե կներեք այդ բառը պիտի ասեմ ծրի ասում էր դե էս չի լինի այն դուք չգիտեք դուք ոլորտի մասնագետ չեք դուք չեք պատկերացնում նորմալ է որ այստեղ դրված է բան Այսինքն նորմալ է որ դրսում է դրսում դրված է հետնաբակում է դրված դա եւ էլի այնտեղ ուրիշ նմուշներ կան մենք երեք այցելեցինք շատ են ես դա առաջին անգամ տեսել եմ 2005 թվականին երբ որ մշակութային էլի նյութեր էի պատրաստում մի ամսագրի համար այն ժամանակ մեր ազգային պատկերասրահի հայկական գեղարվեստի բաժնի լուսահոգի ղեկավարի հետ եւ այդ մուտքով էինք մտնում ինձ միշտ զարմացնում էր այնտեղ ֆալոսներ կան եւ խաչքարեր կան եւ ճխալիներ էին լվանում գցում էին այդ խաչքարերի վրա այն ժամանակ ես ավելի փոքր էի եւ ասենք 20-25 տարեկան այդպես այդքան չէի մտածում այդ բայց ես հիշում եմ որ 2005-ին երբ որ ես 4-5 թվականին այդ շարքը անում եմ ազգային պատկերասրահի հետ մտածում եմ ինչ են խալիները գցում այդ բաների վրա եւ այն ժամանակ ես դեռ ուսանող էի այսինքն այդպես չէի կարող ասել որ գիտությամբ եմ զբաղվում մի խոսքով ես այդ այսինքն այն ժամանակ էլ նույնիսկ ֆիքսած կադրեր ունեմ շատ հետաքրքիր Նեղություն այսինքն ձեր հանդիպման օրն եք դա տեսել Չէ մինչև հա այդ ժամանակ հանդիպման օրն եմ ես այսինքն ոչ թե տեսել այլ իրանք դա ինձ ուղարկել էին բանով եւ ամենակարևոր ես տիկին Սոնային գրեցի որ գիտեք որպես մշակութասեր մարդ եւ որպես գիտնական ուզում եմ իմ մտահոգությունը հայտնեմ որպես մոլախոտերով ծածկված է Էլ ինքն էլ ինչ որ այդպես գրել էր հիմա մենք հետո կարող ենք միասին իհարկե նայել եթե դա պահանջում է հա հավաստիությունը եւ այլն ես իհարկե ավելի մանրամասն հրապարակում եմ անելու իրենց բարձրաբանման թեմայով այդպես էլի ոնց որ դուք չգիտեք վիճակի մեջ էր այսինքն տրամաբանության մեջ էր եւ այդ օրը պարոն Պողոսյանից որ լիարժեք տեսանք նկարեցինք ես ուրախացա նու նկարը իրանք ինձ ուղարկել էին մի հատ բայց թույլ չէին ասել են չեք կարող դուք գաք նկարեք եւ իհարկե ես դա տեսա Սալվինիի կորպուսում որտեղ որի մասին ասում եմ այնտեղ երկու կտոր կա եւ ես արդեն դա էլ քննարկեցի պարոն Պողոսյանին բացատրեցի որտեղ մենք նաեւ նամակագրվում էինք եւ Gmail-ով եւ նաեւ Facebook-ով ցայնային այսպես տարբերակով Եվ ասում եմ որ օրինակ փաստորեն երկու կտոր կա եւ նաեւ ես ազգային արխիվում որ աշխատել ես գտել եմ մի հատ ֆանտաստիկ զեկույց հիմա չեմ ուզում նշեմ որ շրջանից հեղինակին որտեւ դա իմ նյութի այսպես կարևոր մասն է իմ բացահայտման եւ իրեն ներկայացրել եմ ամեն ինչ ասել եմ ես ուզում եմ խնդրեմ որ չափումներ անենք միասին նկարենք ես այդպես մոդելավորում եմ նաեւ ինքս անում այդպես ավելի ոչ շատ պրոֆեսիոնալ, էլի ունեմ կարող եմ դες հետո էլի ցույց տալ եւ իմ բախտը ֆանտաստիկ բերեց, որտեվ ինձ նաեւ թույլ տվեցին այդ նույն շրջանում ես զուգահեռ աշխատում եմ եւ արխիվում էին այն նյութեր շաբաթներով ամիսներով եւ նաեւ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ դիմեցի, որտեվ տիկին Էմա Խանզադյանը, ով վերջիններով պեղել էր գիտականորեն եւ ամենամասշտաբային դարանին, դա 60-ական թվականներին է եղել Այդպես խնդրեցի թույլ տալ իր արխիվը նայել, արխիվը այդպես կանոնակարգված չէր, բայց շատ շնորհակալ եմ իրենք թույլ տվեցին իրենց ներկայությամբ մի քանի օր շարունակ ծանոթանալ եւ ես գտա մի նկար ընդամենը մի նկար Հուշարձանից, որը 60-ականներին է, այսինքն վերջին նկարը ըստ էության իհարկե կան շատ նկարագրություններ Հուշարձանի, սկսած arczepiskopos Սմբատյանցից, ով հայտնաբերել առաջին անգամ Հուշարձանը 1962 թվականին եւ դրա մասին կա իր հուշագրություններում եւ իր անտիպ գործում, որը ես գտա Մատենադարանի արխիվից էլի շնորհակալություն Մատենադարանի տնօրինությանը, որ թույլ տվեցին գտնել ինքը այնտեղ ամսաթիվով ամեն ինչով գրում է։ Մի խոսքով այնքան նյութ կա, ես հիմա այսպես շատ ոգևորված խոսում եմ, բայց չգիտեմ ինչքանով է դա հետա։ Այդպես նյութը հավաքված էր եւ մենք այդպես հասկացա, որ կարանք առաջ շարժվենք, բայց պարոն Պողոսյանը մի փուլում ընդհանրապես սկսեց չպատասխանել, ոչ մի ձև, ինչ որ մի անգամ լայք ուղարկեց։ Մեյլերին չպատասխանեց, ես մի կես տարի հետո նորից ասեցի, գիտեք։ Եվ սեպագիրը մնաց դրսում։ Դրսում էր այդ ամբողջ ընթացքում։ Բայց տեսեք, երեք Նիկոլ Փաշինյանը այցելել է պատմության թանգարան, եւ մենք իր այցից հետո գնացինք, որ նկարենք այդ տվյալ սեպագիրը, սակայն տեսանք, որ իհարկե խաչքարեր կային դրսում ու բավականին շատ, բայց հենց տվյալ սեպագիրը, որը դուք, որի լուսանկարը դուք հրապարակել եք, հենց այդ տեղը դատարկ էր, այսինքն անհետացել էր այդ սեպագիրը։ Ես չգիտեմ դա պայմանավորված է վարչապետի այցով, թե պարզապես
ձեր հրապարակումն է մղել թանգարանի տնօրինությանը, որ դա հեռացնեն։ Ես մի բան կարող եմ ասել։ Թեպետ մնացածը դեռ տեղում էին։ Շատ կարևոր բան ասեցիք, դուք որ մտնում եք, հա, այդպես ձախի վրա ինքը նույնիսկ դրսից էլ է այդպես։ Այո, մենք հրապարակել ենք։ Որ մեքենաներ չեն լինում, ինքը նույնիսկ որ այդպես դու դրսից նայում ես, բանը ինքը կարաս այդպես մի քիչ գլուխը ծրել։ Ես չեմ հետևել այցերի եւ չգիտեմ արդյոք պաշտոնական անձինք այդ հետնամուտքից են մտնում։ Չէ, Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում հենց գլխավոր մուտքից էր։ Հա, բայց դա հետնամուտքում այդ դալանի մասում։ Այսինքն դու գնացել եք եւ ֆիքսել եք որ չկա։ Այո, հենց այդ տեղը դատարկ է, իհարկե մենք հրապարակել ենք, մեր հետևորդները կարող են տեսնել, թեպետ մյուս, այո, դուք էլ կարող եք տեսնել, թեպետ մյուս խաչքարերը այդտենց դուրսը կոպիտ ասած իրար վրա։ Ինչ հետաքրքիր է։ Ինչ հետաքրքիր է, փաստորեն տեսեք, այն որ ասում է չկա չարիք, չարիքը այս դեպքում իմ թիրախավորումներ, որ պատմության թանգարանի աշխատակիցները այսպես սիրով լծվել էին այդ գործին, դրան եւս երևի եթե թույլ կտակ անդրադառնամ, անթույլատրել է, որտեղ իրենց այդ շփումներում ես սպահել եմ մաքսիմալ բարեկրթություն, հարգանք, նաև եղել է այդպիսի խոսակցություն, որ մենք միասին կաշխատենք, կհասկանանք եւ ես եմ դա առաջարկել, որ դա շատ լավ օրինակ կլինի մասնավորի եւ պետական, այսինքն թանգարանի աշխատանքի, նաեւ այդ առաջարկը վերջին եղել է, որ եթե դա կանեք ձեր հաշվին, օքեյ է, ես ասել եմ որ օքեյ է եւ ես կրկնել եմ դա, վերահաստատել եմ, նաեւ երբ որ այդպես ամիսներով չէին պատասխանում, երբ որ նորից մեյլ եմ ուղարկել, այսինքն ես ինչը որ ասում եմ, ուզում եմ հասկանանք, որ դա իմ ասելով չի, դա այն նամակագրության այն ամեն ինչի հիման վրա է 2 տարուց ավելի, որը կա։ Եվ հետո որ էլի չպատասխանեց, ես մոտեցա մի օր, դա երևի մի ամիս ու կես առաջ էր, էլի մոտոս ֆիքսած է դա հստակ ամսա թվով եւ վստահ եմ իրանք էլ են ֆիքսում, այնտեղ ընդունանում ասեցի, որ Դավիթ Նևարդազարյան, ուզում եմ խնդրեմ հանդիպում, որտեվ մարդը չի արձագանքում, բայց ես ոնց որ խանդավառված եմ, ուզում եմ ավարտին հասցնենք դա։ Եվ ասեցին, որ այդպես սպասեցի մի 20 րոպե ժամ, հետո եկան ասեցին, որ իրա մոտ մարդ կա, ու ասենք ոչ իման, ասենք մենք ձեզ կզանգենք, մի կես ժամ էլ սպասեք, ոչ մի այդպիսի բան չեղավ, օքեյ, ասենք ես շարունակեցի իմ այդ օրվա գործերը եւ արեցի այն, ինչ իրեն ասել է եւ առաջին իսկ նամակում Տիկին Հովսեփյանին 2022-23 թվականին ես գրել էի, որ հասկացա ձեր պատասխանը, բայց ես նաեւ ես երկրորդ կրթությամբ դիվանագետ եմ, այսինքն դիվանագիտական այսպես բանի շրջանակներում ես ճիշտ կհամարեմ այս հարցը բարձրացնել բոլոր այն շրջանակներում, որոնց դա վերաբերում է, այսինքն գիտական շրջանակներում, պատկան մարմինների շրջանակներում եւ ձեր ասածին կարծում եմ առանձնապես պետք է ուշադրություն դարձնի մշակույթի նախարարությունը, որովհետեւ շատ հետաքրքիր այստեղ պահ կա, իրենց պարզաբանման մեջ նկար էին հրապարակել, կարծում եմ հին նկար էր դա, որտեղ բացարձակ ոչ մի մեքենաներ, ոչ մի ման չկային։ Բայց հիմա բոլորը կարող են գնալ եւ տեսնել հետնամասում կատարվում։ Եվ այսօր մի լրագրող էր խնդրել ցույց տամ որտեղ է, երբ որ մենք մոտեցանք, ես ցույց տամ որտեղ է, որտեղ իրանք ընդհանրապես չէին պատկերացնում, որ այդտեղ այսօր կար։ Մեքենաներ էին շատ, եւ իրենք ասեցին, դուրսական ասեցին, որ լրագրողները չեն կարող նկարել։ Մեզ էլ երեք ասացին, բայց մենք բարեբախտաբար հասցրել էինք կադրեր անել, ֆիքսել։ Ես իհարկե մի քիչ չեմ հասկանում, արդյոք դա տեղավորվում է լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դրամաբանության մեջ, բայց ինչևէ մեզ էլ մոտեցան եւ այդպես լրագրողներ ինքը վճռեց, որ չի, բայց ֆիքսեցին, որ շատ մեքենաներ կան, ինչը չկար իրենց հրապարակած, հա, երեք այդ կադրում եւ մի հետաքրքիր բան էլ, որ փաստորեն այդպես մի քիչ թուշարձանը, որտեղ ասում են, որ շատ փխրուն է նույնիսկ իր տեղաշարժելը եւ իրենց պարզաբանման մեջ իրենք գրել էին մի անհետ բան, իթիվս այլ բահերի, որ քաղաքացին նկատի ունենալով ինձ չի պատկերացնում քաղաքացին չի գիտա այդպեսի ձևակերպ մեթոդով։ Մի բան, հա, ներողություն հստակեցնենք, իրենք ասում են, որ թանգարանում տեղ չկա եւ դրա համար է այն հայտնվել դրսում, թե ուրիշ պարզաբան։ Ինձ երեք այդպես պարզաբան մետով է, սկզբում ասվեց, որ տեղ չկա թանգարանում, ես պարոն Պողոսյանի հետ այն ժամանակ դեռ առաջին մեր հանդիպանը քայլեցի, իրեն ցույց տվեցի, այնտեղ իրանք ունեն այսպես որ մտնում ես թանգարան, մի բանում խաչքար է, մյուսը ազատ դատարկ տեղ է, օրինակ թանգարանային գիշերը այդտեղ աղբեր լցրած, ես մտածում եմ, որ ինչ հետաքրքիր է, որ օրինակ
կարելի է այդտեղ տեղավորել, բայց ասենք հուշարձան չէ, կամ նույն այդ կամարակապ սրահում, որ մտնում ես այդ թանգարան, ես իրեն նաև այդ տարբերակն է ասել, մենք քննարկել էինք ըստ արխիվային նյութերի ժամանակին Հասրաթյանի օրոք, այդպիսի առաջարկ էր եղել, որ այդ կամարակապ տարածքը օգտագործվի, որտեղ այդ խնդիրը միշտ եղել է հուշարձանների, հա, բանի այդպես հետո մյուս տարբերակներ որ այդտեղ չկա խիտա եւ մի բան էլ որ ինձ ասաց պարոն Պողոսյանը եւ շատ զարմանը այն ժամանակ էլի ամեն ինչ փաստագրված է ինքը ասաց որ ոչ մի թանգարան չես տանելու դա ես ասում եմ բայց ես ինչ լիազորություն ունեմ որովհետեւ ես ընդհանրապես գիտնական եմ իմ մտահոգություն եմ հայտնում պատրաստակամություն եմ հայտնում վերականգնեմ ինչ որ հարկավոր է նույնիսկ ես հետաքրքրվեցի իրենից այդպես խրախուսված քանդակագործի գտա հիանալի մի վարպետի ով հենց ուրարտական շրջանի սեպագրերի ոչ Հայաստանում գտնվող տարբերակների պատճեններն է արել բանը այդպես պայմանավորվեցի ոգևորվեցինք որ այցելենք խոսենք հասկանանք բայց շեղավ եւ իրեն գրել էին այդ բարձաբանման մեջ որ քաղաքացին չի պատկերացնում ինքը առաջարկում է որ տանենք հուշարձանի տեղում վերականգնենք դա հերթական անգամ մատնում է որ իրենք ոչ միայն չեն տիրապետում նյութին ես երեկոյան ավելի մանրամասն իհարկե հիմնավորեմ ինչ նկատի ունեմ եւ ասենք ով մի անգամ եղել է այդ տարածքում այդպես պարտադիր չի Աբովյանցի լինես կամ կարաս հարցում անես ինչպես ես եմ արել հա հնությունների պահպանության այն ժամանակ այդ կոմիտե իրանց այդ իրավահաջորդին այսինքն այդտեղ կարաս գնաս նայես էլ բայց նաեւ տրամադրում են նյութերը որ այդտեղ վաղուց կառուցապատված ամբողջ այդ հնավայրը այդպես չկա ըստ էության հա 60-ականներին բարեհաջող վերացել է այսինքն ես չէի կարող նման բան առաջարկել եւ իմ նամակագրությունը իրենց հետ իմ ձայնայինները իրենց հետ շատ պարզ են իմ առաջարկը որն է որ վերականգնվի եւ պատմության թանգարանում ուղղակի արժանի տեղը գրավի ինչպեսին որ այդ հուշարձանը եղել է եւ ժամանակին այդպես բոլոր կարևոր արվելագետների դե ուրարտագիտությունը նոր էր այն ժամանակ իհայտ գալիս ասորագետների եւ այլնի հետաքրքրության այսպես բանն է եղել այս տենչալի մարտիկ չգիտեմ Եվրոպայից Մխիթարյան միաբանության միջոցով փորձել են այդ ստամպաժներ ստանալ լուսանկարներ ստանալ վերցանել շատ հետաքրքիր պատմություն ունի եւ ես առաջիկայում այսպես արել եմ դա իհարկե գիտությունների ակադեմիայում ներողություն հնագիտության ինստիտուտում կարողացա ներկայացնել անցած տարի իմ զեկույցը շատ սահմանափակ Աբովյանի դպրոցականներն են շատ հետաքրքրված իրենց համար են դասախոսություններ անում սովորեցնում եմ սեպագիր գրել միասին այդպես գրեցինք դարանի բառից սկսեցինք Աբովյանի պատմական անվանումից առաջիկայում սպասվում են էլի հետաքրքիր այդպես այսինքն այնքան նյութ կա ու այնքան թե գիտնականների թե Աբովյանցիների շրջանում այնքան մեծ հետաքրքրություն կա ու ինչն էր ցավալի եթե թույլ կտակ որ այս Անահիտի այս փումի ֆոնին որը այդտեղ իրանք թվեր էին հրապարակում այսքան գումար այսքան բաներ այցելուներ չգիտեմ մեր այդ ես չեմ ուզում իհարկե համեմատեմ որ նա ավելի կարևոր որ անկարևոր բայց այդպես գծված այնտեղ ոչ մի այսինքն քո ջանքերին ոչ միայն արձագանք չի տրում ու դա ասենք իմ որոշ մեկինը չի դա հուշարձանի համար է եւ այստեղ կարևորը ավելի երևի թե դա էր ու ցավոք չստացվեց ես հնարավորություն ունեմ ահազանգ եմ նաեւ նախարարություն այսպես ասեմ համապատասխան պաշտոնյայի բայց Անդրեասյանին չէ բայց այսպես ասեմ ոլորտի մասնագետի հեղինակավոր բայց ես հասկացա որ այսինքն նաև թանգարանային գիշեր նախորդին տեսնելով այդ որտեվ այդ անձրևներ ջուն բուկ ջրհեղեղներ հա մենք գիտենք մեր քաղաքում ինչ ջրհեղեղներ են լինում եւ հետո այդ շին հրապարակ շին աղբշին տեխնիկայի վայրն եւ հետո որ ես տեսա ինչ այսպես մեքենաները ինչ այսպես ասած ինչ աստիճան են մերձանում այդ քարերի հետ ես իրոք մտահոգվեցի եւ հասկացա որ ուղղակի 2 տարուց ավելի այդ հարցը բարձրացնելուց հետո այդպես դիվանագիտորեն ներքին կարգով երևի ճիշտ կլինի հրապարակել եւ դա երևի թե ամենալավ լուծումը կլինի եմ ասում լավագույն շահը կլինի այդ հուշարձանի համար Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար